Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Հայկ Սուքեսյանի հետ։ Ողջույն Հայկ, շնորհակալություն միանալու համար։ Տարօրտես։ Նախորդ այդ բուրըն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միմյանց հասցեին ուղղված մեղադրանքները եւ իրավորական խոսույթը, մասնավորապես Քոչարյանը Փաշինյանին համբալ անվանեց այն տրամաբանությամբ, երբ փորձում էր բացատրել, թե ինչ է մեր ինքնությունը, չկարողացավ բացատրել, ասում էր, որ մեր ինքնությունը դա ինչ որ բաներ են, հետո ասեց Արարատը օրինակ, չգիտեմ, եւ վերջում ասեց, թե ինչով է խանգարում Փաշինյանին համբալ ասելով, եւ հետո ասաց, որ կզածը ոչ թե իր կզծնողին է ատում, այլ նրանց, ովքեր չեն կզել, նկատի ունենալով ինքն իրեն, իբր թե Քոչարյանը չի կզել, հա, ինչն էլ այսպես ասենք հունից հանել էր Փաշինյանին, որը պնդում է, որ մարտի 1-ի գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը չի լինելու ազատության մեջ։ Այս ամեն ինչը զուտ քաղաքական խոսույթի տրամաբանության մեջ ենք դիտարկում, այսինքն քաղաքական թեժ պայքար է ընթանում, ով ում ինչ ասես ասում եւ սպառնում է, թե այստեղ ինչ որ մի բան կա, որը պիտի հետևանք ունենա։ Երևացող մասը քաղաքականն է բնականաբար, որտեղ ֆորմալ իմաստով ընտրությունները քաղաքական պայքար են։ Ըստ հասկանալ, ով այդ քաղաքական պայքարում ինչ նպատակադրում ունի։ Կոնկրետ Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարները եւ այդ երկրորդ նախագահը իրենք կռիվ են տալիս ճորտ մնալու Հայաստանը եւ հայությանը ճորտ պահելու համար, իշխանությունը կռիվ է տալիս անկախ ինքնիշխան պետություն ունենալու համար եւ ազատ եւ անվտանգ կյանքով ապրելու համար։ Իհարկե ենթադրենք այստեղ դետալների հարցում կարող ենք մենք անհամաձայնություններ ունենալ, բայց տարբերությունը այս երկու բևեռների մեջ դա է գլխավորապես։ Այդ մարդը երկրորդ նախագահը, որ խոսում է, նախագահ աշխատած մարդ է, էլի, նախագահ չասենք, որ խոսում է ինքնությունից եւ ինքնությունների տարբերությունից, ինքը մասնակի ճիշտ է, որովհետեւ ինքը մենք իրենց ինքնության հետ կապ չունենք, իրենք մեր ինքնության հետ կապ չունեն, իրենք ինքնությամբ մեզանից հեռացած հատված են, իրենց մոտ հայկականությունից մնացել է միայն իրենց անուն ազգանունը։ Եթե դա հանես, իրենք լրիվ այլեթնոս են, հիբրիդ տեսակ է, չգիտեմ ինչ է, բայց հայկականությունից վաղուց հեռացած ռուսական, մի քիչ սլավոնա-թուրքական մշակույթի կրող են իրենք, հետևաբար ինքը ճիշտ է, ինքը մեր հետ կապ չունի, մենք իր հետ կապ չունենք։ Այսինքն այս պայքարը ու ընտրությունները, սրանք միայն քաղաքական չեն, աշխարհաքաղաքական չեն, ինքնութենական են, ինքնության հետ կապված բան է, որտեղ այս մարդիկ մեզ մի ամբողջ ժողովուրդ ուզում են քաշել իրենց ինքնության ավազան, որն է ճորտությունը, որն է ռուսական աշխարհը, իրենց սիրելի, մենք էլ ուզում ենք մնալ անկախ։ Ինչ վերաբերում է իրենց վարչապետի եւ իրենց լեզվակռվին, հա, դե կլինի դա, որովհետեւ ինքը պետք է նկատի ունենա, որ Փաշինյանը անտիթեզիսի վարպետ է, հակառակով դիմացինին վատ դրության մեջ դնելու վարպետ է, դեպս ինքը պետք է իմանալ ինքը ում է այդ բառերն օգտագործում։ Ինչ ասեմ, այս դիսկուրսը կսրվի, ինչքան ընտրությունները կմոտենան, ինչքան քարոզարշավը կմոտենա ավարտին, այնքան սրվելու է սա, որտեղ կոնկրետ նույն այդ մարդը ինքը լավ գիտի, որ ինքը անցնելու ոչ մի շանս չունի, դրա համար սկսում են կեղտոտել քաղաքական դաշտը, մխտռել ընտրապայքարը, օրինակ նայեք դա եւ ընդհանրապես ռուսական ռևանշիզմի հետ կապ ունեցող հատվածները, ասենք այնտեղ եսի մինչ Հայաստան կա, չգիտեմ, ուժեղ թույլ, մի խոսքով այս բոլոր մինչ հեղափոխական անցյալի դերակատարները, դրանց մեկի բերանից ինքնիշխանություն բառը ես այսքան ժամանակ չեմ լսել։ Ինչից ասես խոսում են, տափակ աշխատատեղ բացենք, Սևանը, Ադրբեջանը, տատուս տունը, պապուս բեղերը, ինչից ասես խոսում են,
բայց գնդակահարես ինքնիշխանություն բառը բերաներից դուրս չի գա։ Ինչու՞, որովհետև այդ մարդիկ Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են։ Իսկ քանի որ այդ ինքնիշխանություններ չեն ուզում, քանի որ նաև հանձնարարություն ունեն, քանի որ գիտեն, որ ընտրություններով շանս չունեն իշխանության գալու, պետք է ներողայնացնեն, մխտարեն քաղաքական պայքարը, էլի։ Բայց դա իրենք է պետք է իմանան, որ պատասխան են ստանալ, ինչ ասեմ։ Այս մեր կյանքն է, ցավալի բան է, շատ եմ ցավում, որ մենք որպես ժողովուրդ մեր մարմնում ունենք մի հատ թշվառ հակառակորդ թշնամի հատված մեր ժողովրդին, մեր պետականությանը, մեր պատմությանը, մեր ինքնությանը, բայց մեր իրականությունն այն է, որ մենք այս իրողությունների պայմաններում ենք ընտրություն անելու, դրա համար էսի բաներ կլինեն։ Ինչ վերաբերում է օրինակ նույն Ռուսաստանին, Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ կամ Ռուսաստանի հետ կապերի խզում է տեղի ունենալու, կամ Ռուսաստանի հետ աղբերություն է լինելու, ասաց, որ Եվրամիությունը հարավային Կովկաս չի գալու, Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնալու, Հայաստանը չունի այլ ընտրանք, քան Ռուսաստանը։ Գագիկ Ծառուկյանն էլ քաղաքացիներից մեկը ասաց, որ ինչ անենք, որպեսզի մնանք Ռուսաստանի տակ, Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, դե բա դրա համար եկեք մեզ ձայն տվեք։ Այսինքն շատ բացահայտ է ամեն ինչ տեղի ունենում, այսինքն այնքան բացահայտ, որ անգամ Ռուսաստանի հետ ոչ թե գործակցելու կամ ինչ-որ խորը հարաբերություններ ունենալու, այլ Ռուսաստանի տակ մնալու կռիվ են տալիս։ Դե իհարկե մենք այս մարդկանց գիտենք սրանք ովքեր են, ինչ են անում։ Ցավալի է, որ հասարակության մեջ մի հատված էլ է այդ գիտակցությամբ։ Ընդ որում, նայեք, ինձ թվում է նույնիսկ լավ է, որ իշխանությունը իրավական միջոցներ չկիրառեց սրանց ենթադրում եմ սրանց մասնակցությունը արգելելու։ Սրանք եւ ռուսական աշխարհայացքը դի ընտրությունով ջարդվի մեր հասարակության կողմից։ Ընտրությամբ ժողովրդի քվեով պետք է ընդհանրապես ռուսական ուղղությունը, այդ մտածողությունը ջարդվի։ Մի բան է արգելելը դա որելի կարելի անել, բայց մի բան է, երբ որ մի ամբողջ ժողովրդով դա գետնվում է, եւ սա լավ է։ Եվ ես ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպիսի ընտրություն էլ անելու է, կասկած չունեմ։ Բայց հա, դες մարդիկ նվազագույն արժանապատվություն չունեն։ Գիտեք, հարցը որն է, եթե հայկական ինքնության կարող լինեին, ես ենթադրում եմ, իրենք թույլ չէին տա իրենց այդպիսի էշտություն, ինչպիսին է համաձայնել նման տափակ հակամարտկային հակաբարոյական մտքի, այն է լինել սրա նրա տակը, բայց իրենք ինքնությամբ մեզնից հեռացած հատված են, թե դժվար է բացատրել հայության մի հատված, ինչ այդ մարդիկ ռուս են այդ մարդիկ։ Ինչ հրավերում է երկրորդ նախագահ աշխատած է ասածներին, որ Եվրամիությունը չի գա, ինքը ինչ գիտի ընդհանրապես, ինքը ինչ գիտի։ Եկել է 4 օր առաջ ստեղ էր Եվրամիությունը, հիվանդ են դրանք։ Ես բաներ կա լավ չէ, տենում է տենում է որ դա կա, բայց ասում եմ այդքան էլ այդպես չի։ Իսկ Ռուսաստանից նայեք, այստեղ Ռուսաստանից հեռանալու հարց չկա։ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը պահելու համար ունի իր քաղաքականությունը, որի մեջ Ռուսաստանը մի հատ դետալ է։ Այստեղ հակադրվելու հարց չկա Ռուսաստանին։ Իհարկե եթե պետք լինի կհակադրվենք։ Իրենք տեսեք նույնիսկ մարդը նախագահ է աշխատել, բան, չգիտեմ, այն մեկը պատգամավոր է աշխատել։ Լսեք, լավ, ասենք Ռուսաստանի հետ եք ուզում, բայց ուզեցեք գոնե բարեկիրթ հարաբերություններ, միջազգային հարաբերությունների փիլիսոփայության մեջ հարաբերություն, գոնե ճորտություն։ Ճորտությունն էլ այդ է, հանձնենք Ռուսաստանին մեր համար շապրենք։ Սա հոսանք է, հայության մեջ այս հոսանքը կա։ Ռուսականացած հայության հոսանքն է, որը գերակա է եղել ժամանակին, հիմա պատերազմից հետո այս հոսանքը ճնշվում է աստիճանաբար եւ կողքից ուժեղանում է ինքնիշխան, պատմական ուժը գիտակցող, իր ինքնությունը ուրիշից տարբերող հայության հատվածի ուղղությունը, որը շատ է ուժեղացել։ Հիմա պետք է այս ընտրությունների արդյունքում այս մյուս ինքնիշխան թևը այս հատվածին, ճորտացած հատվածին ճնշի բրծնի։ Լավ բան չի իհարկե, որ էլ եմ ասում, որ մենք այս օրերին սրանց
մգլած դեմքերի մասնակցությամբ ընտրություն են կանում, բայց մեր կյանքը այդպեսին է։ Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե ամեն օր ուժեղ Հայաստանից եւ արդեն Հայաստան դաշինքից կընտրակաշառքի բարեգործության արգելքի խախտումների, ծառայությունների մատուցման խոստումների դեպքեր է բացահայտում։ Ազգային ժողովից ասացին, որ օրենսդրական նախաձեռնություն է գալիս, խստացնում են կաշառք տալու եւ ստանալու հանգամանքը, այսինքն ավելացվում են էլի տարիները, եթե 8-7 էր տվողի եւ վերցնողի համար, հիմա դառնում է 18։ Սա իրավիճակ կփոխի, այսինքն մարդը, որ գիտի 8 տարի գնալու է, օրինակ նստելու է այդ կաշառք տալու համար կամ 7 տարի կաշառք վերցնել իր համար ուղեգիր է դեպի քրեակատարողական հիմնարկում, ինչ կապ ունի մի տարի կամ 2 տարի էս կողմ են կողմ, ինչ անել, որ այս իրավիճակը չլինի։ Օրենսդրությամբ կարծում եմ հարց չի լուծվելու։ Եվ կյանքապատասում է, որ չի լուծվել։ Հիմա մինչև այդ 7 տարվա ազատազրկում կա, դուք ճիշտ եք ասում, ինչ տարբերություն 7 թե 8 կամ 9 կամ չգիտեմ ինչ։ Բայց մենք տեսել ենք, որ զանգվածայնորեն շարունակվում են այդ ձերբակալությունները, շարունակվում է կաշառք տալ վերցնելու process-ը։ Դե իրենք իրենց նմաններին են կաշառում, որովհետև ենթադրում եմ իրենց նմանները երևի հավես չունեին ընտրության գնալու, սրանց ձայները ավելի են քչանալու, հիմա որպեսզի իրենց նմաններին ընտրության բերեն, մի քիչ պետք է կաշառեն, որտեղ իրենց նման մտածողները իրենց աշխարհայացքի, իրենց վարկաբանության մարդիկ են, դրանց պիտի փողով տեղից շարժես, էլի։ Մեր հասարակության մեջ այդպիսի հատված կա։ Բայց այստեղ հարցը գիտեք ո՞րն է, որ այդ ուժեղ Հայաստան եւ այլն դրանց ղեկավարների համար ինչ նստողը հո իրենք չեն։ Նա փող ունեն, 2 կոպեկ փող են տալի, գնում է ճորտերը նստելու։ Եվ իրենց համար դա նորմալ է։ Այսինքն, բայց այս մարդիկ խոսում են արժանապատվությունից, այս մարդիկ խոսում են հայ ժողովրդի ինքնությունից, հիվանդ ոնց որ են, ասենք դուք, եթե դուք մեր ինքնությանը, դուք ոնց եք ձեր ժողովրդի մի հատվածին տանում նստացնում բանտեր, դուք եք չէ պատճառը, որ այդ մարդիկ այսօր բանտերում են։ Գազը իրենց համար դա նշանակություն չունի, ինչքան շատ մարդ կաշառվի, իրենց համար հրաշալի է, իրենց նպատակը զանգվածային ձերբակալություններ Հայաստանում ունենալն է։ Ես ենթադրում իրենք շարունակեն ավելի շատ զանգվածային կաշառաբաժանություններ անել, որպեսզի շատ մարդ ձերբակալվի, որպեսզի շատ մարդկանց բողոքի հնարավորություն իրենք ունենան, այդ մարդկանցով ժողովրդի ներվերը ուտեն, էլի։ Բան չի փոխվելու, մի բան կարող է փոխվել, եթե չէ, ես վստահ եմ, մենք այս ընտրություններում կանենք ճիշտ ընտրություն, այս 5 տարվա մեջ պետական ինստիտուտները կուժեղանան, եւ այս տեսակին մենք կարողանանք ճնշել Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Մնացածը շարունակվել է, դա այդ մարդկանց ինքնությունն է։ Կաշառքը, խաբելը, սուտ խոսելը, ժողովուրդ անտեսելը, մարդկանց անտեսելը, մարդկանց մարդու տեղ չդնելը, որտեղ դա ռուսական մշակույթ է, ելի եմ ասում։ Ռուսական մշակույթում մարդը ոչ մի բան է, մարդը արժեք չունի, ընդհանրապես արժեք չունի, քանի որ իրենք էլ ռուսական աշխարհայացքի մարդիկ է, ռուսական ինքնության մարդիկ է։ Առավել ևս մեր ժողովուրդը համարում են օտար։ Իրենք հայությանը համարում են օտար, իրենք հայությանը համարում են իրենց ինքնության դեմ էթնոս, իրենք հայությանը համարում են իրենց պետության դեմ կռիվ տվող էթնոս, դրա համար թշնամանքով են վերաբերում եւ ասեմ թքած ունեն այն հատվածի վրա, ոնց պետությունը ձերբակալի։ Նրանք կարող է, չգիտեմ, այդ օրենքի նախաձեռնությունը մի քիչ 0.1% ազդեցություն ունենա, բայց մեծ հաշվով դա գլոբալ հարց չի լուծելու։ Իրենք շարունակելու են կաշառել։ Հայկ, իսկ այստեղ իրավաբանների աշխատանքի նկատմամբ կան որոշակի վերապահումներ, որովհետև տպավորություն է լինում, որ կան ինչ-որ մարդիկ եւ հիմնականում այդ մինչեւ 200 կամ գուցե ավել գումարի կարիք ունեցող մարդիկ, որոնց նաեւ այդ գումարի կարիք ունեցող մարդիկ են այդ գումարը բաժանում, որտեղից է գալիս այդ գումարը։ Այդ դրա ծագումնաբանությունը մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք զուտ տվողին կամ առաջարկողին, վերցնողին կամ համաձայնողին։ Բայց լավ, այդ գումարը որտեղից է։ Դուրս է գալիս, որ կան մարդկանց խմբեր, ովքեր ինչ որ ձևով գումար են հայթայթում, առանց այդ ուժի տեղեկության, ինչպես իրենք են նշում, գնում են իրենց համար մարդկանց կաշառելու, այսինքն Ճիշտ է, համաձայն եմ, աղբյուրը պետք է ճշտել, որտեղից է, օդից չի գալիս այդ փողերը դրանց գրպան են գնում։
Պարզ է, այդ իմաստով իրավապահ համակարգը շատ ավելի լավ պետք է աշխատի եւ հանցագործություն պլանավորողներին պետք է ձերբակալի։ Ոչ միայն գործողության մեջ դնողներին, այլև որտեղ որ մշակվում է այդ գաղափարը մարդկանց կաշառելը։ Դե ինչ ասեմ, չգիտեմ, երևի իշխանությունները իր հաշվարկն ունի, հավանաբար այսօր նպատակը որն է, որ այդ կաշառք բաժանողներն իմանան, որ իրենք են ձերբակալվելու, իրենց հովանավորը չի ձերբակալվելու, չգիտեմ, կարող է այստեղ քաղաքական, բարոյական ճնշման հարց կա, բայց հա, ինչ ասեմ, ճիշտ է, այդ մարդկանց ձերբակալությունը իրականացնելն է, ովքեր որ հովանավորել են, բայց այդ հովանավորները մենք գիտենք ովքեր են, էլի, այդ կուսակցություններն են, եւ ես էլ եմ ասում, ես ենթադրում եմ, որ իրենց նպատակը դա է, իրենք գիտեն, որ իրենք ընտրություններով չեն հաղթելու իրենք ընտրություններով, իրենք չեն կարող առաջարկել ճորտության գաղափար եւ մի ամբողջ ժողովուրդ իրենց ձայն տա, դա հնարավոր բան չի աշխարհում, իրենք դա պետք է իմանան, դրա համար ինչ պետք է անեն, իրենք պետք է ենթադրում եմ, ձգտեն անել ամեն ինչ, որպեսզի իրենց ընտրությունը արգելվի, իրենց մասնակցությունը արգելվի։ Դա իրենց համար ավելի ձեռնտու պրոցես է, քան ընտրություններում պարտվելը կամ ասենք ինչ-որ նվազագույն որպես ընդդիմադիր դառնալը։ Որսի հետագայում բողոքի ակցիաներ բերեն, կաթողիկոս ճարեն բերեն սրա հետ հանդիպի, որ հետո ես ենթադրում եմ, որ սրա հարցերը լուծվեց այս կաթողիկոսի, սա վստահ Ռուսաստան է փախնելու, գնալու է իր ինքնության հարազատ միջավայր, որն է Մագադանը, դե չգիտեմ, մեր կյանքն է, ինչ ասեմ, ճիշտ է, մեր իրավապահ համակարգը կայացած չի, ինստիտուտները կայացած չեն, Ես չկայացած ինստիտուտների պայմաններում այսքան էլ որ արվում է, կարծում եմ էլի ոչինչ էլի։ Հենց այդ, որ մենք գիտենք, այսպես ասած, հովանավորներին, օրինակ ինչպես գիտենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում տեղի ունեցածի մասին, նույն օրինակ մարտի 1-ը, չէ, եւ Փաշինյանը ասում է, որ մարտի 1-ով Քոչարյանը նստելու է, ազատության մեջ չի լինելու, Ռոբերտ Քոչարյանը երեք հայտարարեց, որ մարտի 1-ը միֆականացված է եւ Հայաստան Դաշինքից էլ հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանն է նստելու մարտի 1-ի գործով որպես դրա կազմակերպիչ, այսինքն ամեն ինչ այնքան ակնհայտ է, բայց քանի որ իրավապահ համակարգը չգիտես ինչու չի կարողանում նորմալ աշխատել, բանը հասել է նրան, որ մարդիկ, ովքեր դրա համար պատասխանատու էին, այսօր արդեն այլ պատասխանատուներ են նշանակել եւ խոստանում են իշխանության գալու դեպքում բոլորի, այսպես ասենք, գլուխը կտրել։ Քանի այդ մարդիկ, որոնք մեղադրվում են հարձակումի հանցագործությունների մեջ, իրենց արժանի պատիժը չեն կրել, ընդ որում ձեզ ասեմ, այստեղ միայն իրավական հարց չի, ժողովրդի մոտ այդ որոշումները պետք է լեգիտիմ լինեն, այսինքն արդարադատության կայացած որոշումները այնպես չէ, այդ օրենք պետք է ճարեն, այդ օրենքով ասեն սենց է եղել Քոչարյանի հարցը կամ այն, ժողովրդի մոտ այդ որոշումները պետք է արժանահավատ թվան, լեգիտիմություն պետք է ունենան, բայց դե հա, քանի որ մեր օրենսդրությունից ոչ մեկ գլուխ չի անում, որովհետև աշխարհի ամենաայլանդակ օրենսդրություններից է, ընդհանրապես մեր երկու ճյուղ օրենսդրության աշխարհում ամենաայլանդակներից է, մեկը մեր քրեական օրենսդրությունն է, մեկը հարկային օրենսդրությունն է։ Աշխարհում դուք նորմալ մարդ չեք կարող ճալել, նորմալ մարդ, որը կարող է Հայաստանի քրեական օրենսդրությունից եւ հարկային օրենսդրությունից հանկարծ բան հասկանալ, որովհետև դա գրված չի պետություն ունենալու համար, դա գրված չի նորմալ տնտեսական կյանք ունենալու համար, դա գրված չի նորմալ իրավական պետություն ունենալու համար, դա գրված է պետություն չունենալու համար, դա գրված է կաշառք, կոռուպցիա ունենալու համար, դա դրա համար է գրված, դրա համար այդ օրենքները կարդում ես ոչ մի բան չես հասկանում, ընդհանրապես օրենքները պիտի լինեն պարզ, եթե օրենքը կարդում ես բարդ է, բան չես ժողում, ուրեմն տակը հաստատ մուտիլովկա կա, ընդհանրապես ասեմ ձեզ, ես կարծում եմ մեր իրավական կյանքի գլխավոր այլասերողների 99%-ը մեր իրավաբաններն են, 99%-ը, ինչքան այլանդակություն կա իրավական, 99%-ը իրավաբաններից է դուրս գալիս, ինչքան մուտիլովկա կա, սա սրանց տակն է դրած,
այս իրավաբաններին պետք է ես չգիտեմ ինչ անել սրանց հետ, էլի որ կարողանա այս իրավաբաներով իրավական դաշտ հնարավոր է ստեղծել։ Բայց քանի որ այդ իրավական դաշտը նորմալ չի, պարզ է որ իսկ պետությունն էլ աշխատում է օրենքի տարին, ոգուն համապատասխան, պարզ է որ սրանք հնարավորություն են ունենալու սողանցքներից օգտվել եւ մնալ։ Թողել ունեն ամեն ինչ էլ ունեն, էլի։ Ինչ ասեմ, լավ բան չի, որ սենց է, դրա համար էլ կկանեն մի հատ էլ կմեղադրեն։ Եվ քանի որ նաև շարունակում է Ռուսաստանից աջակցությունը սրանց, հոգևոր, նյութական, բարոյական աջակցությունը, կա ժողովրդի մեջ մի հատված էլ կա, որ սրանց հետ է, բարձր որ սրանք մնացել են մեր քաղաքական կյանքում։ Երկրորդը գիտեք մի բան էլ կա, որ չգիտեմ, Դաժի մի անգամ քնել, գիտեք մենք այնքան պրոբլեմներ ունենք մեր կյանքում, այս 30 տարվա ընթացքում կուտակած, այնքան այլանդակություններ 90-ական թվականներից, եթե մենք այս ամեն ինչի մեջ շարունակենք խրվել, մենք սրից դուրս չենք գա։ Այնքան հոկտեմբերի 27 կա, մարտի 1 կա, 96 թվին կեղծած ընտրություններ կա, 90-ականներին տեսեք այսօր մարդիկ խոսում են, մենակ ասենք այս Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ հարստացածների մասին։ Բայց 90-ականներին ինչ են եղել, այդպես մուտիլոշիկներ, թալանչիներ չեն եղել, մի դրանք փախել են, մեկը ցեղով է փախել, մեկը տանիքով։ Եթե մենք որպես ժողովուրդ խրվենք այս process-ի մեջ, դուրս չեն գալու։ Սա պրոբլեմ է, սրանք էլ երևի դա ուզում են, երևի իրենք էլ են բզբզում, ասում են մի հատ էլ հարց կա, հիմա էլ գնացեք իրավական իմաստով այս հարցի մեջ 40 տարի խրվեք։ Չգիտեմ, ինչ որ մի պահ պիտի մի հատ խաչ քաշվի այդ անցյալի վրա, մի անգամ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն անի, մեր երկու գլխավոր դերակատարներ արժանի պատիժ պետք է ստանան, այս մեր անցյալի հետ մենք մեր հարցերը պետք է փակենք գնանք։ Մենք խրվենք սրատակից դուրս չեն գալու։ Դա 40 տարի դե գնա հոկտեմբերի 27, գնա մարտի 1, ճիշտ է մենք ամեն ինչ գիտենք, բայց դրանք այնքան իրավական պրոբլեմներ ունեն, մտնելու ենք դուրս չգանք։ Սա մեր ոտերից սենց չամուր եղած գալիս են այս պրոբլեմները։ Դե հիմա ես էլ առաջարկում գնացեք 96 թվականի ընտրություններն դե հիմա մի հատ բան արեք։ Կաղա չի կեղծվել այդ ընտրությունները։ Եթե մենք այս պրոբլեմների մեջ անընդհատ խրվենք, իրավական մազոխիզմի տեսանկյունից, այս օրենքի տարով անենք, այս եւով անենք, մենք կխրվենք կմնանք։ Մեր ժողովրդին ես առաջարկում եմ, այս անգամ, մի անգամ լուրջ ընտրություն պետք է անենք, չնայած մի անգամ արել ենք, հիմա էլ պետք է անենք։ Եվ դրանից հետո մի քանի գլխավոր դերակատարներ ընդհանրապես իրավական պետության շրջանակներում դուրս պետք է դրվեն մեր քաղաքական կյանքից եւ մենք որպես պետություն շարունակել ապրենք, թե չէ, այնքան պրոբլեմներ կա, այնքան թալաչիներ կա։ Նայեք, մենք որպես ժողովուրդ մի որոշում կայացնենք, մենք պետք է փոխվենք։ Մենք այս ամեն ինչը ժողովրդով ենք արել։ Մենք իհարկե, չգիտեմ, այնի ճնշել, բայց կոռուպցիան ինստիտուցիոնալ է մեր մոտ, հասկանում եք, մենք ժողովրդով ենք կոռուպցիայի մեջ թաղված եղել։ Մենք էլ պետք է փոխվենք որպես ժողովուրդ։ Ինքը մի քիչ դժվար բան է, բայց դա չգիտեմ, մեր կյանքն է, դժվար է, հայությունը ծնված օրվանից ապրում է աշխարհի դարդով, աշխարհի պրոբլեմներով, չգիտեմ, պրոբլեմներ են, չդարից կուտակված հարցեր կան, հուսանք այս ընտրություններից հետո Եվրոմիության հետ մերձեցումը կուժեղանա, Թրամփի ուղին կաշխատի, մենք ստիպված կարգի կգանք, մենք չենք կարող, օրինակ, եթե Թրամփի ուղին աշխատես, մենք այս գիտելիքով չենք կարող այդ Թրամփի ուղին աշխատասել, մենք պիտի կրթվենք, պիտի փոխվենք, պիտի զարգանանք, հուսանք այդ 5 տարվա կյանքը այնքան արագացված ձևով մեր մտածողությունը, գիտակցությունը կփոխի, որ մենք վերջնականապես գոնե 31 թվին այս հակապետական սեգմենտի ընդհանրապես կջնջխենք դուրս կդնենք մեր քաղաքական կյանքից։ Հայկ դուք լավատես եք, օրինակ Քոչարյանը երեք հայտարարեց, որ թրիփը չի աշխատելու եւ վերջ։ Դա ինքը իր ուզածը նաղդում է որպես վերլուծություն։ Իր փորացավն է, դա վերլուծության ենթակա չի իրացած։ Ոնց չի աշխատում, ինքը կոնկրետ աշխատում է։ Թրիփը կա, մասնագետները կա, պատվիրակություններն եկել են, ընտրություններն էլ կլինի ավելի արագ է աշխատելու։ Պարզապես, հա, դե իրենք ինչ պիտի անեն։ Պետությունը որտեղ որ ելք է որոնել զարգացման, ինքնիշխանությունը ապահովելու, սրանք թիրախավորում են այդ ելքերը։ Սկսում են մխտռել, սկսում են ձևական ճշմարտություններով, ձևական փաստարկներով հիմնավորել, որ դա հնարավոր չի, բայց ինքը սուտ է խոսում, ինքը այն գլխից սուտ ծնվել է, սուտ ապրել է, սուտ է շարունակում է, սուտ խոսել, այդպես է շարունակել է, որովհետև այդ է իրենց ինքնությունը։
իրենք հայկական ինքնության հետ կապ չունեն։ Աշխատելու է թրիփը, ԱՄՆ-ն է ասում, որ դա իմ առաջնային ռազմավարություններից է, երևի ԱՄՆ-ի ներկայիս կառավարության լավագույն նախագծերից մեկն է։ Ես չգիտեմ, որովհետև իրենք ավելի մեծ հաջողություն ունեցել են, թե չէ, բայց իրենք տարածաշրջանային մի հատ լուրջ պրոյեկտ ունեն, դա իրենց լավագույն նախագծերից է։ Ես վստահ եմ, որ իրենք սրբորեն պահելու են այդ պրոյեկտը։ Եվրոմիությունն էլ կա, շատ այլ երկրներ կա, ինչ ասեմ, ինչքան Հայաստանի Հանրապետությունը, եւ մեր ժողովուրդը, ռևանշիզմին կուղարկի այնտեղ, որտեղ կուղարկի, այնքան այդ երկրից աջակցությունը կլինի։ Ինձ թվում է նաեւ այդ արտաքին աշխարհը մեզ որպես ժողովուրդ էլ է մոդելավորում։ Իրենք ուզում են տեսնել ընտրությունների մենք ինչ ենք անելու։ Որպես ժողովուրդ մենք ինքներս տերենք մեր ինքնիշխանությունը, թե չէ։ Որովհետև այդ պետությունները միայն իշխանությամբ չի, որ քաղաքականություն են վարում, նրանք ժողովրդին էլ են մոդելավորում։ Դու որպես ժողովուրդ ապելու ձգտում ունեք, թե չէ։ Դա համար եթե չէ, մենք այս ընտրությունների ժամանակ մենք որպես ժողովուրդ հավաքականորեն ցույց կտանք, որ մենք խորհրդան ենք բերելու բացառապես ինքնիշխանությունը պահող հատվածին, դու կտեսնեք ինչքան կարագանան եւ թռիփը եւ շատ ուրիշ բաներ։ Իսկ ինքը թող գնա այդ ռուսական կալոշը վերցնի, նստեն իրար հետ ինչ ուզում են անել։ Անելու բան կա 102-րդ ռազմաբազայի մասով, մասնավորապես այն տեղեկությունների ֆոնին, որ ռուսական ռազմաբազան ներգրավում է Հայաստանի ընտրական process-ներին, միջամտում ներքին գործերին եւ պետականության դեմ քարոզ է իրականացնում, տարբեր կազմակերպություններ հաղորդում են ներկայացրել այդ մասով, հա։ Այստեղ դե պարզ է, որ հարցը զուտ միայն իրավական չէ, բայց կա այդ ռեսուրսը, որպեսզի այս ռազմաբազայի հարցերը ինչ-որ ձևով լուծվի, հա, այսինքն այստեղ ռազմաբազան, որ իբր պիտի պաշտպաներ մեր պետականությունը, այդ պետականության դեմ ըստ ներկայացված հաղորդման քարոզ է անում։ Դե էլի արել։ Ես կարծում եմ, որ Գյումրիի ընտրությունների մեջ ռուսական ռազմաբազան մեծ դերակատարություն ունի եւ այն հավատացյալ կոմունիստին Գյումրիի ղեկավար կարգելու մեջ իրենք դերակատարություն ունեն։ Եվ եթե հիշում եք, այդ մարդը երթմնակալության ժամանակ երթում էր տալիս հենց ռուսական ռազմաբազային, ոչ իր համայնքի բնակիչներին, այլ ռուսական ռազմաբազային։ Կա միայն իհարկե տարբեր գործիքներ ունի Ռուսաստանը, այստեղ ռուսական այտենց մշակութային կենտրոններ կան, բաներ կան, տարբեր ձևերով ազդում են։ Պարզապես պետք է հաշվել, թե ազդեցությունը ինչքան է։ Ենթադրում եմ Ռուսաստանը ինքն էլ է բզում, որ մենք ռազմաբազայի հարցերը հենց հիմա լուծենք, որ շատ ավելի մեծ արգումենտներ ունենա հակահայկական գրոհը ուժեղացնելու։ Չնայած եթե մենք նոր որոշում կայացնենք այդպես անենք, մենք պետք է նկատի ունենանք, որ մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի մեծ գրոհ է լինելու։ Դες ենթադրում եմ այս պահին ռազմաբազայի հարցը դնելու անհրաժեշտություն չկա, ընտրություններից հետո կդնենք։ Եթե առանձին դերակատարներ կան, հա կարելի է ռազմաբազայի առանձին աշխատողների նկատմամբ, եթե օրենք են խախտել, իրենց նկատմամբ քրեական ներգործան միջոցները գործեն։ Բայց ռազմաբազայի հարց այս պահին դնելը, կարծում եմ դա ավելորդ կբորբոքի եւ կսրի մեր ներքաղաքական կյանքը։ Այդ ռազմաբազան, նայեք, այդ ռազմաբազայի դերը շատ է չափազանցված։ Ինչ է, մի փոքր խմբակ է, իբր ռազմական, հələ պետք է ճշտել է դրանց ռազմական պոտենցիալ ունեն, թե չունեն։ Շատ անունը շատ մեծ է, բայց պոտենցիալը այդքան մեծ չի, էլի ռուսական ռազմաբազա, բայց ինչ է, որ մի հատ Գյումրիում, ասենք 4 հոգանոց, 5 հոգանոց մեծ բանը խմբակ է, էլի էսի ինչ չի։ Շատ վնաս չկա, բայց արգելելը այս պահին ռուսական ռազմաբազայի չնայած արդար ներգործություն ունելը, կարծում եմ անիմաստ կսրի մեր պրոցեսները։ Իհարկե վերահասկենք, չթողենք շատ այլանդակություններ անել, բայց դրանց հարցը կդրվի ընտրություններից հետո։ Եվ ռուսական ռազմաբազան եւ շատ ուրիշ բաներ Հայաստանից պետք է դուրս գա, որովհետեւ Հայաստանը չի կարող ընկալվել իրական ինքնիշխան պետություն, եթե իր երկրի տարածքում կա իր ինքնիշխանության թշնամի ռազմաբազա։ Չի կարող ամբողջությամբ աշխարհում ընկալվել որպես ինքնիշխան պետություն։
Ես ընդությունից հետո ես կարծում եմ հարցնել կդերվի։ Հայք այն ուժերի մասին նաև որ մենք խոսում ենք, կոչ են անում շատ լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին։ Դուք խոսեցիք օրինակ գրոհի մասին, հա, Ռուսաստանը որ չուներ հավելյալ լծակ Հայաստանի նկատմամբ գրոհը ուժ գնացնելու, այսպես ասենք, բայց Պուտինը խոսում էր Եվրամիությունի ԱՏՄ, ասում էր գնացեք կողմնորոշվեք, հանրաքվե արեք ու վերջում էլ դե բնականաբար ոչ պատահաբար հիշեց մեր գյուղատնտեսներին, հիշեց աշխատանքային միգրանտներին եւ իր խոսքը եզրափակեց ուկրաինական кейսով, ասելով, որ դե ամեն ինչ դրանից սկսվեց ու ինչ որ նման բան էր, հա։ Պետք է լուրջ վերաբերվել Պուտինի ասածին։ Կարծում եմ ոչ։ Նախ Պուտինի ասածին այսօր աշխարհում ոչ մեկ լուրջ չի վերաբերվում։ Մեր ռուսա հպատակ հատվածը թոլուր վերաբերի, ինչ ուզում են անել։ Պարզապես նայեք, վնասելու պոտենցիալ չկա։ Ինչ որ բաներ կվնասեն, հա, բայց մեծ վնաս հասնելու պոտենցիալ չկա։ Ինչ է անում Պուտինը։ Պուտինը սրանց տալիս է թեզեր, որտեղ սրանք թեզեր չունեն հանրային կարծիքի վրա ազդելու։ Սրանք գաղափարներ չունեն հանրային դաշտից ավել ձայներ տանելու։ Դրա համար իրենց ինչ է պետք։ Մնացել է մի հատ վախացնելու, շանտաժի, տագնապի գործիքները, որը իրենք էլ չունեն, ստանում են Պուտինից։ Հիմա հա, այտենց Ուկրաինացում բանը, Ուկրաինայի խնդրեմը, ինքը Ուկրաինայում ես ասել եմ, ինքը հոխորտում է, ինքը Ուկրաինայում խրվել է։ Ասենք ինքը Ուկրաինայից ինչ ունի։ Խրվել է, քաշել են Ուկրաինայի դաշտերում, ջնջախում են։ Հեսա լեշը կփռեն երբ ուզենան։ Ինքը պատրաստում է մի հատ երկրորդ բան էլ անել Հայաստանում, չի կարող։ Չունի էսպայն այդ պոտենցիալը։ Երկրորդը մեր ժողովուրդը դիմանա մի բան։ Մեզ տարիներով խաբել են, մեզ տարիներով ստել են, որ մենք մեր տնտեսությունը ոչ մի բան է Ռուսաստանի համար։ Այլ Ռուսաստանը, եթե ուզենա, գազը կփակի եւ այլն, այդպես չի։ Ես եմ մեր ժողովուրդը իմանա, մեր տնտեսությունը ԱՄՆ-ի տնտեսությունը չի իհարկե, Ռուսաստանի տնտեսությունը չի իհարկե, բայց ինքը բավարար մեծ պոտենցիալ ունեցող տնտեսություն է։ Ռուսաստանը այսօր ամբողջ աշխարհին գազ չի կարողանում մատակարարի։ Միայն Հայաստանի Հանրապետությունից վճարած գազի գումարները Ռուսաստանի համար հսկայական փողեր են։ Ռուսաստանը ամբողջ աշխարհից մեկուսացած պետություն է, պատուհան է մի հատ իրան մնացել Հայաստանը։ Ինքը պատրաստ է Հայաստանի հետ տնտեսական սանկցիաների գնա։ Չի գնա, դա բացառում է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ դա հոգեբանական տերոր է։ Ինքը դա անել չի կարող։ Ինքը կանի հա մանր-մունր կմախտարի, ասենք ջերմուկի համար մի քիչ պրոբլեմ կառաջացնի, կոնֆետ արտադրողի համար մի քիչ կառաջացնի, բայց ինքը տնտեսական ագրեսիայի Հայաստանի դեմ ամբողջական գնալ չի կարող, որովհետև Հայաստանը իր համար տնտեսական մեծ շնչափող է, ինքը ոնց է դրանից զրկվելու։ Դա հնարավոր բան չի։ Պարզապես հա աշխատում է մանր-մունր վախերի վրա, ասենք, չգիտեմ, ասենք ջերմուկ արտադրողները կարող է մի քիչ նեղվեն ենթադրենք, բայց ասենց առաջարկում չնեղվեն։ Սա հանուն Հայաստանի է եւ նաեւ հանուն Հայաստանի ջերմուկի, ոչ թե հատուկ ջերմուկի շշերի, այլ հանուն Հայաստանի ջերմուկի։ Եվ դուք պետք է դիմանաք, եւ դուք պետք է ելքեր որոնեք։ Ինձ թվում է ընտրություններից հետո ինքը իրենք թույլատնելու են այդ ամենը։ Սա բարձրապես այս պահին միջև ընտրությունը ինչով կարանք գրոհենք, ինչով կարանք հայության մի հատվածի մոտ վախեր առաջացնենք, որ այդ հատվածը դրանից այդ կեղծ թեզերից վախեցած գնա ռուսական բևեռին ձայն տա։ Դրանից մեր ժողովրդին առաջարկում եմ ինքը վստահ լինի, որ մեր տնտեսություն դրանից չի դժելու։ Ռուսականը կդուժի, մերը չի դուժելու։ Մանր մունը ստից մթից վնասներ կարող են լինել, բայց այդ մենք վնասները հեշտ կհաղթահարենք։ Թող մեր ժողովուրդը մնա իր անկախության հետ, երբ պիտի մնա։ Դրանից հետո դուք կտեսնեք Ռուսաստանը ինչպես է գալու, որպես բարեկամ պետություն, որպես ինքնիշխան Հայաստանի հետ բարեկիրթ հարաբերությունների պետություն, ես այդ աշխատի։ Իսկ ընդհանրապես թող մեզնից հայությամբ չվախեցնի, այսքան հայ կա, Խոպանչի կա։ Նա մեկն էլ ասում է, բա մտածել ես Խոպանչիների մասին։ Մարդը ուզում է իշխանություն դառնա, ասում եմ մտածել ես Խոպանչիների մասին։ Հələ դու սրանց ուղեղի չափը նայ։ Գոնե ասյալ անած եմ անելու որ Խոպանչի չլինի։ Ասա մտածել ես Խոպանչիների մասին որ Ռուսաստանը։ Մենք որ գա կնեսպատի անենք որ շատ Խոպանչի լինի։ Այսինքն ինչպես է, այսինքն սրանք բան են, նայեք, ժողովրդի տեղահանություն են կազմակերպում։ Տեղահանություն է, սրանք ոչիր են գործում մեր ժողովրդի դեմ։ Ուղեղներն էլ է այդքան են հասկանում։
Բայց հիմա այդ իրենց հասկու ուղեղի չափը մեզ հետաքրքիր չի։ Իրենք ժողովուրդ են տեղանում Հայաստանից։ Ուզում ասել, հիմա իրենք թոսանցով մեզ չվախեցնեն։ Մենք խնդիր չունենք, մենք պարզապես պինդ մնանք որպես ժողովուրդ, այդությունները անցնենք, դրանից հետո Ռուսաստանը կտեսնենք ինչպես է թույլատնելու իր ագրեսիան Հայաստանի դեմ։ Շնորհակալություն։ That's it. Զրուցակիցս քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էր, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։